քուրեր եղբայրներ, Աստված օրհնե, ուրախ եմ նորից իմ հարազատ քաղաքից մեջ ձեզ հետ Տեր Հիսուս Քրիստոսին պաշտելու, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր կուզենամ բոլորս միասին մտածենք, խորենք մի արագի մասին, որ Հիսուս Քրիստոսը խոսեց, անիրավ տնտեսի արագը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սկզբից կարդամ, հետո միասին նայենք, թե ինչ իմաստ ուներ այդ արագը, որ Տեր Հիսուս Քրիստոսը խոսեց իրեն աշակերտների հետ։ Իր աշակերտներին ալսավ հարուստ մարդ մկար, որ տնտեսություն ուներ ու անոր տնտես մներ ու անոր վրա կանգած մը եղավ իրեն, որպես թե ունեցվածքը կփչացնե, ուստի կանչեց զանիգա ու սավ, ինչ այս որ քեզի համար կլսեմ, քո տնտեսությունը հաշիվը տուր, վասնզի այլևս կարող չես տնտես ըլլալ։ Տնտեսն էլ իր մտքի մեջ ասավ, ինչ անեմ, որովհետև իմ Տերս տնտեսությունս ինձանե կառնե, հողագործություն չեմ կրնաներ, մուրալ կամ չնամ, գիտեմ ինչ կնեմ, որբիսի երբ ինձ տնտեսություն են հանե, զիս իրենց տները ընդունեն։ Իր տիրոջ պարտականներին մեկ առ մեկ կանչեց ու սավ անոնց։ Դուն իմ տիրոջս ոչ չափ պարտք ունիս, անիգա էլ սավ 100 մար ձետ, սավ անոր գրիչդ ար ու շուտով կրե 50։ Երկրորդին սավ դուն ոչ չափ պարտք ունես, անիգա էլ սավ 100 քոր ծորեն, սավ անոր գրիչդ ար ու 80 կրե։ Տերը անիրավ տնտեսին կովեց։ Ստեղ մեր պահում կանգնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը անիրավ տնտեսին կովեց։ Այսօր ով կուզենա այդպես տնտեսեղներ, որ Տերը իրեն կովեր։ Երևի ոչ մեկս։ Որովհետև երբ որ գնայինք մարդկայնորեն, երբ որ գտածենք այս արագի իմաստը, հաստորեն ինքը գողություն էր անում, ինքը իրեն տիրոջից գողանում էր, իրեն տիրոջ ունեցվածքը ուրիշներին էր պաշտում, բայց Տերը գովեց ինչի համար, շարունակության մեջ, երբ որ կարդում ենք, թե ինչի համար գովեց, անիգա ըսավ 100, Տերը անիրավ տնտեսին գովեց, որ խելացությունով ըրավ, վասնզի այս աշխարհի որդիները իրենց ցեղի մեջ լուսով որդիներից ավելի խելացի են։ Ես ալ ձեզի կսեմ, անիրավ մամոնայից ձեզի բարեկամներ ըրեք, որբիսի երբ անիգա պակսի, ձեզի հավիտենական բնակարանների մեջ ընդունեն։ Հիմա սիրելի Աստծո ժողովուրդ, կուզենամ բոլորս միասին հասկանանք այս արագի իմաստը։ Այս արագի իմաստը վերցնենք սպես, պատկերացրեք յամեկս յուրաքանչյուրս մանավանդ եղբայրները, որ տնտես են, ունենք տնտեսություն, որ Աստված մեզի տվել է տնտեսություն, ունենք կին, երեխա, ունեցվածք, մեքենա, տուն, ինչ որ ունենք, որ նոր մերը չէ, եթե այդ հավատքով ու այդ հասկացողությամբ եք, այն ամենը մերը չէ, ժամանակավոր է, մի օր պիտի գա, որ այդ տնտեսությունը մեր ձեռքից պիտի վերցվի, պես է թե այդպես չէ, պես է, չէ, մի օր պիտի գա, որ այդ տնտեսությունը մեր ձեռքից կվերցվի, ուրեմն այս ամեն ժամանակավոր տնտեսության մեջ սիրելի Աստծո ժողովուրդ, եթե եղբայրը կամ քույրը վարվի ճշմարտությամբ, հասկանա, որ իրեն ժամանակավոր է ու պիտի կա ժամանակ, որ ինքը պիտի վերցվի իրենից այդ տնտեսությունը ու ինքը պիտի չունենա տեղ հավիտենական բնակարան, ինքը կվարվի այս անիրավ տնտեսի պես։ Ոչ թե որովհետև գրված է, որ անիրավ տնտեսի վրա երբ որ կանգնած եղավ, ինչի համար կանգնած եղավ, որ կփչացնե տիրոջ ունեցվածքը, կվատնե, կփչացնե։ Հիմա այսօր Աստված մեզի տնտեսություն է տվել, մեզի ունեցվածք է տվել։ Այդ ունեցվածքը, որբիսի մենք չփչացնենք, հաբա այդ անիրավ մամոնայից բարեկամներ հավաքենք,
վարվինք իմաստունի պես, որ այս աշխարհի ժողովուրդ ավելի իմաստուն են, քան լուսով որդիները, որովհետև այդ անիրավ մամոնայից բարեկամներ կհավաքեն, մենք էլ այդ անիրավ մամոնայից կարողանանք երկնային Երուսաղեմում մեզի համար հավիտենական բնակարաններ հավաքենք, որովհետև ամեն բան ժամանակավոր է, ամեն բան այս երկրի վրա ժամանակավոր է, սիրելի Աստծո ժողովուրդ, իսկ հավիտենական բնակարանը, որ Աստված մեզի համար պատրաստել է, նրա համար պիտի այսօր ջանանք, նրա համար պիտի այսօր մենք աշխատենք, եւ խոսքը շարունակություն կսե քչի մեջ հնազանդին ավելի շատ պիտի տրվի, մեկը իրոջ, երկու տիրոջ չի կարող ծառայել եւ մամոնային եւ Աստծուն, այսօր սիրելի Աստծո ժողովուրդ, մեր սրտերը հեշտ բանի հետ պիտի կապված չեղնի, մեր սրտերը ազատ պիտի եղնի, ազատության մեջ է Տերը մեզի կանչե, բայց այսօր շատ անգամ մարդը իրեն գցում է կապվածության մեջ, զանազան կապվածության մեջ, հիմի սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված մեզանից նույնն է պահանջում, այն ինչ որ Իրանն է, մերը չէ, այդ իր ունեցվածքից մենք կարողանանք բաժին հանենք, ոչ թե մտածենք, որ այդ մերն է, հապա երբ որ ճշմարտապես կմտածես, որ դու ժամանակավորապես տնտես ես, ու այս տնտեսությունը մի օրն պիտի կա, որ Տերս է հաշիվ տուր ու այլևս դու էլ տնտես չես, էլ տնտեսությունը քեզանից պիտի վերցնեմ, այդ ժամանակ մենք կվարվենք ավելի խելացիորեն կվարվենք ու այդ անիրավ մամոնայից մեզի բարեկամներ կհավաքենք, որպեսզի հավիտենական բնակարանների ունենանք երկնային Երուսաղեմի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, քանի որ գիտենք, որ պիտի ողորմություն ենողը ողորմություն պիտի գտնի, ողորմությունը պիտի պարզենա հետին օրում Տիրոջ առաջին, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր ազատ եղեք, հեշտ բանի հետ սրտերը չկապեք, ոչ մի բանի հետ, որովհետև այդ ինչ որ ունենք, այդ ինչ որ կա, այն ինչ որ Աստված մեզի տվել է, մի օրը այդ ամենը մեր ձեռքից պիտի վերցվի։ Մեր ձեռքից պիտի վերցվի ու մենք պիտի կանգնենք Աստծո առաջ։ Ու Աստված մեզնից պիտի պահանջի, այն որ քոնը չէր, այն որ ես էի քեզի տվել, այն որ եկավ քու քույրդ կամ եղբայրդ որ սավ սոված եմ, դու տվեցիր, տեսեցիր գնա խաղաղությամբ, կեր կշտացիր, այն որ ունեիր դու հնարավորություն, որ քուկը չէր, ես էի տվել, Տեր Աստվածը պես պիտի խոսա մեզի հետ, Տեր Հիսուս Քրիստոսը, այն որ իմս էր ու քեզի էի տվել, դու քոնը չէր, իմիցս ուրիշին ինչու բաժին չհանեցիր։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս առագի իմաստը հենց սա է, որ կա, ոչ թե սիրելի Աստծո ժողովուրդ, Տեր Հիսուս Քրիստոսը գողին գովաբանեց, ասեց անիրավ տնտեսին գովեց, որն որ եթե նայենք մամլավորապես ինքը փաստորեն ինքը գողություն էր անում, ինքը Տիրոջից ունեցվածքը, ով որ 100 էր պարտք, ասեց 50 կրե, մյուս տեղը 100-ի տեղը 80 կրե, այսինքն սիրելի Աստծո ժողովուրդ, ինքը տարավ, բայց ինքը իմաստությամբ վարվեց։ Հիմա այսօր մենք կարող ենք նույն իմաստությամբ վարվենք Տիրոջ տնտեսության մեջ, որ այսօր մենք այդ տնտեսության մեջ ենք։ Այդ տնտեսությունը այսօր Աստված մեզի տվել է, ունենք այդ տնտեսությունն, այդ հնարավորությունը, անկախ չափից, մեկին շատ, մեկին քիչ, մեկին ինչ չափով որ տրված է, ամենին իրեն չափով տրված է տնտեսությունը, ամենս ունենք մեր տնտեսությունը, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ այդ ունեցվածքից, սիրելի Աստծո ժողովուրդ, հիմա այսօր երբ որ որևէ բան դու վերցնում ես ու տալիս ես, դու երեխայիդ բաժնից ես տալիս, կնոջդ բաժնից ես տալիս, քո ընտանիքիդ բաժնից ես տալիս, հենց նույն այդ վիճակն է, որ ասեց իշքան ես պարտք 100 գրե 50, իշքան ես պարտք 100 գրե 80, հիմա այդ նույն վիճակն է, որ դու վերցնում ես այն որ քեզի է տված, բայց քոնը չէ, ուղղակի այդ ընդանուր տնտեսության, այդ ընդանուր տնտեսությունից տալիս ես, բաժին ես հանում, որպեսզի ունենաս հավիտենական բնակարանի մեջ տեղ, երբ որ մի օրն պակսի այդ մամոնան, գրված այդպես է կարել, երբ որ մի օրն պակսի, դու հավիտենական բնակարանների մեջ քեզի ընդունեն, տեղ ունենաս։ Սա մեր այսօր հավատքի հավաքվելու ամբողջ իմաստը հավիտենական կյանքի համար է,
Ոչ թե այս ժամանակավոր կյանքի համար ենք մենք ստեղ հավաքված։ Ոչ թե Հիսուս Քրիստոս մենք կհավատանք, որ այս ժամանակավոր կյանքի համար, որտեղ առաքյալցի եթե հավատանք Տիրոջը միայն այս կյանքի ժամանակավոր կյանքի համար, մենք բոլոր մարդկանցից խղճալի կլինենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք այսօր հավաքվել ենք, որովհետև Աստված մեզի խոստացել է հավիտենական կյանք։ Հավիտենական, այս ժամանակավորը մի օրում կվերջանա։ Այդ ինչ որ կա, սիրելի Աստծո ժողովուրդ, մինչև անգամ մեր հավրայի հակուսները անձամբ մերը չեն։ Ամեն բան պիտի թողնաս։ Ամեն բան մեկ ակնթարթում պիտի ցկես ու պիտի կանգնես Տիրոջ առաջ։ Վարվինք իմաստունի պես։ Մենք լուսով որդիներն ենք։ Այս աշխարհի մարդիկ ունին այդ իմաստությունը, ինչու մենք այդ իմաստությունը չվերցնենք։ Հետո այսօր այդ իմաստությունը ինչու մենք էլ չկողանանք հասկացողությունը, որ կարողանանք մենք էլ նույն ձևի վարվենք։ Նույն ձևի վարվենք այդ տնտեսության հետ, որ մեզի հիմա տրված է։ Այդ տնտեսությունն որ այսօր մեր ունեցվածքն է, որ Աստված տվել է մեզի ժամանակավորապես։ Կին, երեխա, տուն, մեքենա, աշխատանք, որևէ մի բան, թեկուզ թոշակ, թեկուզ մի բան, որ նորա տված է քեզի, որ նոր տված է ընձի, սիրելի Աստծո ժողովուրդ, փառք Տեր Հիսուս Քրիստոսին, այս էր իմ խոսքիս իմաստը, որ մի ժամանակ, երբ որ չէի հասկացել առագի իմաստը, մտածում էի, ինչպես կարելի է գողին գովել, որ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև ես էլ ունեի տնտեսություն, երբ որ այս քաղաքի մեջ կաբրեի ու կմտածեի, այստեղ ձեր եղբայրներից մեկն էլ իմ մոտս կաշխատեր, ես կմտածեի, լավ, իմ ունեցածիցս վերցներ, իմ կատս ուրիշին տար, իմ խոդերս բաժաներ ուրիշներին, ես ինչ կարող էի այդ մարդուն գովել։ Այս առագի իմաստը ինձ չէր հասկանում, ես չէի հասկանում այդ առագի իմաստը։ Ինչպես կարելի է անիրավ մարդուն գովես, գող մարդուն գովես։ Բայց այս առագը ունի հոգևոր իմաստ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե մարմնի կողմանը նայես, այս առագը անմտություն է, բայց երբ որ հոգու կողմանը գնայես, այդ ժամանակ կհասկանաս, որ Տեր Հիսուս Քրիստոսը ինչ կուզե սորվեցնե իր աշակերտներին, որովհետև այս առագը իր աշակերտներին պատմեց։ Փարիսեցիներին ինչ պատմեց, դպրիներին ինչ պատմեց, ուղղակի հենց սկզբից գրված է իր աշակերտներին պատմեց։ Այսօր մեզի կպատմե, մենք էլ իր աշակերտներն ենք։ Մեզի կսովորեցնե ճիշտ ապրելաձևը, ճիշտ ապրելաձևը, քրիստոնյա վարվելաձևը, որ սիրելի Աստծո ժողովուրդ, ոչ մի բանի հետ սրտերս չկապենք, ոչ մի բանի հետ մենք չունենանք կապվածություն, հապա մտածենք, որ մենք հավիտենական բնակարանների համար վարձք հավաքենք, վարձք, որպեսզի երբ որ մի օրը կա, որ պիտի վերջանա, ու այդ օրը կուկա, բոլոր մարդկության համար այդ օրը պիտի կա, մյոգին մի օրը առաջ, մեկին մի օրը հետո, մեկին մի 10 տարի հետո, բայց մի օր այդ ամեն ինչին վերջ կլինի, բայց դրանից հետո սիրելի Աստծո ժողովուրդ կա հավիտենական կյանք, որի հույսով այսօր մենք հավաքվել ենք։ Բերեք աղոթ կենենք, թող Աստված օրհնե մեզի, բացե մեր միտքն ու հասկացողությունը, որ վարվենք այնպես, ինչպես Աստծո հոգին մեզի կառաջնորդի։ Փառք Տեր Հիսուս Քրիստոս